կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Արմենիայի լրատվական կայք Արաքսաս Մովչյան, Պարոն Միրզոյան, խոսեցիք Գյումրիում աղմուկանա ձեր հայտարարության մասին եւ այսօր միանգամից հրաշալի հնարավորություն էր խոսելու մեր միջազգային գործընկերների հետ գերիների վերադարձի հարցով։ Հետաքրքիր է թե արդյոք քննարկում ունեցել եք Ռուբիոյի հետ գերիների վերադարձի մասին եւ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իրական հնարավորություն ազդելու այդ գործընթացի վրա։ Հետաքրքիր է նաեւ արդյոք քննարկում եղել է Իրանի շուրջ հաշվի առնելով ամերիկա-իրանական հնարավոր մոտակա համաձայնագիրը, արդյոք Հայաստանը որևէ ձևով կարող է ազդեցություն ունենալ եւ մասնակցություն ունենալ այդ, այսպես ասած, համաձայնագրի, պայմանագրի ստորագրման շուրջ եւ երրորդ հարցս կարճ, պարոն Միրզոյան, Ռուբիոյի այցը ձեր ընդդիմախոսները կապեցին ձեր քաղաքական վարկանիշը նախընտրական շրջանում բարձրացնելու հետ։ Արդյոք դուք Ռուբիոյին առաջարկել եք ընդդիմության հետ նույնպես ունենալ հանդիպումներ, որպեսզի այդ այցը չկապվի միայն ձեր իշխանության, այսպես ասած, ռեյտինգի բարձրացման հետ։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ ասել, որ Բաքվում պահվող գերիների եւ պատանդարված անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է։ Ես սա 1000 անգամ ասել եմ, եթե այդքան կարիք կա ամեն անգամ հավաստիացում լսելու պատրաստ եմ 1000 անգամ էլ ասել։ Այդ թեման հարցնեք, չհարցնեք, երբեմն գերիների հարազատներն էլ հասկանալի անհանգստությունով, մտահոգությունով հարցը բարձրացնում եմ մշտապես մեր երկխոսության մասը։ Անկեղծ ասած լիազորված չեմ ամերիկյան կողմից ասելու, բայց կարող եմ կարծում եմ այն թեմանա, որ պնդել, որ մեր ամերիկյան գործընկերներն էլ իսկապես մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ եւ ջանքեր են գործադրել եւ հիշում ենք անցյալում դեպքեր, երբ որ այդ ջանքերը նաեւ հաջողությամբ են պսակվել։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը իսկապես հնարավոր կլինի նորից մի նոր, այսպես ասած, հաջողություն ունենալ։ Այս հարցում ես երբեք չեմ արել հավաստիացումներ, մտածելով, որ սա այն դեպքն է, այն ոլորտն է, այն թեման է, որ երբ որ հաջողություն արձանագրվում է, միանգամից բոլորս իմանում ենք, այդ հաջողությունը մեկն է, նոր գերիների ուրեմն ազատ արձակումը, եւ քանի դեռ չկա այդպիսի հաջողություն նոր խմբի ուրեմն մեր պատանդների վերադարձ, ապա այնքան ուզում եք քննարկենք, չգիտեմ, որքան արժե այդ քննարկումները եւ ջանքերը։ Հետեւաբար այս անգամ եւս թույլ տվեք այսքանով սահմանափակվել, բայց կրկին եւ մեր զրույցի մշտական բաղադրիչը եւ մեր ամերիկյան գործընկերները երբեք ցույց չեն տվել որևէ հետաքրքրության նվազեցում մշտապես բացեն այս թեմայի համար եւ մշտապես փորձում են եւ շահագրգիռ են եւ պատրաստակամություն են հայտնել օգտակար լինել։ Գիտեք, Իրանի շուրջ մենք նաև հաշվի առնելով ժամանակը տենց առանձնապես մտքեր փոխանակելու հնարավորություն չենք ունեցել, ավելի շատ մեր երկակարգի հարցերի վրա ենք կենտրոնացել, բայց մեր դիրքորոշումը հրապարակային է, հայտնի է, մի անգամ էլ կարող եմ կրկնել, մենք շահագրգիռ ենք որպես պետություն, որը ռազմավարական գործընկերություն ունի Միացյալ Նահանգների հետ, որը դարերով այդպիսի գործընկերություն եւ հարաբերություն ունի Իրանի հետ եւ որը հազար թելով կապված է եւ Իրանի հետ եւ հիմա արդեն Միացյալ Նահանգների հետ, մենք շահագրգիռ ենք րոպե առաջ Իրան-ամերիկյան այս ուրեմն խնդրի կարգավորմանը, բանակցությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղության հաստատմանը, հարցերի լուծման առհասարակ եւ ինչու ոչ ապագայում նաեւ նրանց միջև համագործակցության հիմնադրմանը, հաստատմանը մենք
ամենամեծ այդ ուրախությունը եւ կիսողներից կլինենք եւ նաեւ մեզ համար առաջին շահառուներից մեկը կլինենք նաեւ այն մյուս հարցի շուրջ գիտեք ես չի համաձայնվի նախ ձեր ձևակերպումների հետ ասում եք որ Մարկո Ռուբիոն եկել էր եւ փորձում էր հա հրաշալի ուրախ եմ ձեզ համար քաղաքական ընդդիմախոսները նման հայտարարություն են արել եւ խնդրեցի մեկնաբանել եւ պատասխանել թե արդյոք դուք Ռուբիոին առաջարկել եք ընդդիմության հետ նույնպես հանդիպում ունենալ որպեսզի այդպես չկալվի Գեցեք որ բառացի մեջ բերեցիք նոր ձեր քիչ առաջ ձեր ասածը իրականում ես կարծում եմ որ մեր ընդդիմախոսները կամ կտրված են այս առումով իրականությունից կամ Չնայած դրա համար չեմ զարմանա, որտեղ մարդիկ քարոզարշավ տենց առանձնապես չեն անում, չեն փորձում գնալ եւ գաղափարներ առաջարկել մարդկանց, մտածում են դա պետք է անել փող վճարելով եւ ձայները գնելով, երևի այդքան չեն հասկացել, որ այդ ժամանակները անցել են եւ մարդիկ հիմա պետք է այս կամ այն գաղափարը պաշտպանեն, բայց մեր ընդդիմախոսները Այնքան կտրված են փաստորեն առնվազն նրանք, ովքեր այդպիսի պնդում են անում, այնքան կտրված են իրականությունից, որ ասում են, որ Ռուբիոն պետքա գար, որ մեր վարկանիշը բարձրացներ։ Հարգելի գործընկերներ, մեր վարկանիշը մի քիչ էլ որ բարձրանա, մենք արդեն չգիտեմ, այդ խորհրդանում, եթե օրենսդրական կարգավորումներ չլներ, որ առնվազն 3 ուժ պետքա լինեն, վախենամ այդ 3 ուժը տենց ոնց որ անցած անգամ էին, ճիշտ ասվեց, Դավեսկի պես հայտնվել խորհրդանում, այս անգամ էլ ենք տենց աշկից, տենց իրավիճակի ականատես լինելու մեր վարկանիշը ինչքան պետք է բարձրա մենք մեր երկխոսություն ունենք ուղիղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ավելին ասեմ մենք տեսնում ենք շատ ուժեղ, շատ ընդգծված աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղության օրակարգին, ժողովրդավարությանը եւ մեր ինքնիշխանությանը։ Հետեւաբար թող մեր ընդդիմախոսները իրանք իրենց դարդը լացեն, մեր վարկանիշը ինչքան պետքա բարձրա։ Ինչ վերաբերում է նրան առաջարկել ենք մենք Ռուբիոին հանդիպել ընդդիմությանը, թե չկներեք, այդպես պրակտիկա ոչ միտեղ չկա։ Այսինքն ինչի պետքա մենք առաջարկեինք Ռուբիոին հանդիպել ընդդիմության հետ։ Ընդ որում նույնիսկ եթե ամերիկյան կողմից ընդդիմությունն է ոչ միայն Մի հատ խնդրում եմ ինձ հենց հիմա հանեք ու սենց ճպսրեք մի փաստ այն մասին, որ X երկրում այցի ժամանակ կառավարությունը առաջարկել է հանդիպել օրինակ կամ կազմակերպել է հանդիպում ընդդիմության հետ անլուրջ բաների մեջ եկեք չմտնենք էլի հիմա երկու կառավարություններ երկու արտաքին գործերի նախարարներ հանդիպել են ես ասում եմ sense փաստաթղթեր ենք ստորագրել դուք ասում եք ընդդիմության հետ հանդիպել ընդդիմության որ մեկի Ուրեմն հասկանանք որը որտե շպիոննա նոր տակը ինչ ամնում կարող է մյուս այցի ժամանակ տես մի բան եմ մտածենք Շնորհակալ Ես եմ շնորհակալ Մենք իհարկե մենք մի օր ընդդիմություն կլինենք եւ դա է ժողովրդավարության ողջ պերճանքը եւ հմայքը մենք ոնց սկսել ենք որպես ժողովրդավար ուժ այդպես էլ հավատարիմ ենք մնում եւ շարունակելու ենք մի օր այդ օրը կգա եւ այդ օրը մենք այդքան կտրված չենք լինի իրականությունից եւ գործող պրակտիկաներից որ ակնկալենք որ Կառավարությունը մեր համար պետք է ԱՄՆ պետքարտուղարի կամ որևէ երկրի արտգործնախարարի այցի ժամանակ մեր համար բան անի հանդիպում կազմակերպի